Մենք փաստաթուղթ ենք հրապարակել մի երկու ամիս առաջ, կարճ այդքան էլ երկար չի։ Ես կարդամ, հետո մեկնաբանեմ, եթե կարելի է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության սահմաններում 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնելու և ժամանակավոր հավասարակշռված կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզ։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտը պայմանականորեն կարելի է բաժանել 3 մեծ հատվածի։ Առաջին հատված։ Այստեղ գտնվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության և նրան կցորդ կամ արբանյակ ուժերը։ Երկրորդ հատված։ Այստեղ գտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք տարբեր պատճառներով և մղումներով պայմանավորված չունեն հստակ դիրքորոշում 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական կեցվածք ընդունելու իմաստով։ Երրորդ հատված, այստեղ գտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն հստակ դիրքորոշում Նիկոլ Փաշինյանի որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ վերարտադրությունը աննպատակարարության մասին հստակ տեսակետ ունեն։ Երրորդ հատվածում գտնվող ուժերի մեջ հակասությունները երբեմն հասնում են անտագոնիզմի, ինչը խստագույնս դժվարացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ միասնական քաղաքական պայքար մղելու ձևաչափի ընտրությանը։ Գերխնդիրը կայանում է նրանում, որ պետք է գտնել համագործակցության մի այնպիսի բանաձև, որ առավելագույնս ընդունելի կլինի երրորդ հատվածում գտնվող ուժերի համար։ Մենք գտնում ենք, որ կարող է ընդունելի լինել հետևյալ տարբերակը։ Երրորդ հատվածում գտնվող ուժերը ստեղծում են նախընտրական դաշինքներ և ձևավորում քաղաքական ճակատ սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես ՀՀ վարչապետ։ Նախընտրական դաշինքները ընդունում են հետևյալ հուշագիրը։ Հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև դրանց զարգացման միտումները, ռեալ գնահատելով տարածաշրջանային սողացող զարգացումների վտանգավորության աստիճանը, կարևորելով տարածաշրջանային ուժերի ջանքերը խաղաղության հաստատման, ինչպես նաև հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը ու խորացումը, ինքնիշխանության հենքի վրա ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, արձանագրելով ժամանակակից աշխարհում թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ համար լավագույն դեպքում ընդամենը կարող է վերանայել իր մոտեցումը գործիքակազմի իմաստով հայոց պետականության վերացման գործում, հարմարվելով նոր աշխարհակարգում ձևավորվող չափորոշիչներին և ոգուն, արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների անհերատես քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնեցրել են բազմաթիվ երևացող և թաքնված մարտահրավերների առաջ, և որ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անհնարին է իշխանությունների կողմից այդ մարտահրավերների կառավարումը, ինչը հիմնավորվում է վերջին տարիներին արձանագրված և մեկը մյուսից բխող ձախողումները, որոնց շարունակականության դեպքում շատ գործընթացներ կարող են դառնալ անշրջելի։ Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության վեր է ածվել միանձնյա ղեկավարի, ինչը շատ վտանգավոր է վերջինիս բարոյահոգեբանական, սոցիալական, հասարակական, քաղաքական հոգեվիճակով պայմանավորված։ Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես վարչապետ կարող է վտանգել հայոց պետականության գոյությունը, քաղաքական միավորումները, արգախելով գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները ձևավորում են քաղաքական ճակատ։ Քաղաքական ճակատը մասնակցում է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին միասնական օրակարգով։ Առաջին, մեկ օրակարգի կետը։ Հաղթել ազգային ժողովի ընտրություններում, հաջորդ կետը ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ձևավորել ժամանակավոր հավասարակշռված կառավարություն մինիմալ հնարավոր և նպատակահարմար ժամկետով, բայց ոչ ավել քան 1 տարին։ Ժամանակավոր կառավարության վարչապետը, ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետերը ժամանակավոր կառավարության լիազորությունների ավարտից հետո չեն կարող զբաղեցնել որևէ բարձր պետական պաշտոն։ Ժամանակավոր կառավարության ձևավորման մասնակցում են ճակատում ընդգրկված բոլոր նախընտրական միավորումները անկախ իրենց հավաքած ձայների։ Նախընտրական միավորումները բովանդակությամբ լինող դաշինք պետք է հանդես գան մեկ միասնական կուսակցության ցուցակով։ Քաղաքական ճակատը առաջին, հավատարիմ է մնալու Հայաստանի Հանրապետության միջազգային բոլոր երկկողմ և բազմակողմ համաձայնագրերին և պարտավորություններին, երկրորդ, արգելվելու է 2018 թվականից հետո բարձր պաշտոն զբաղեցրած բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին լքել Հայաստանի Հանրապետությունը 3 տարի ժամկետով, սկսած ազգային ժողովի ընտրություններից, և վերջի կետը հուշագիրը բացեց ստորագրության համար մինչև ազգային ժողովի
ընտրությունների քարոզարշավի երկրորդ կիրակի օրը, քարոզարշավի երկրորդ կիրակի օրը։ Ես ընդհանրապես մի բանի վրա կանգնանամ, մի փոքր եւ հետո պատասխանեմ ձեր հարցերին։ Ուրեմն ինչ անշնակում ճակատ։ Տեսեք, գոյությունը մեր ձևով շարժում, գոյությունը Հայաստան դաշինք, ինչպես ասացինք, Գագիկ Ծառուկյան, ՀԱԿ, միասնության թվեր, էլի ուժեր կան, որ ասենք հիմա պատրաստվում են իրենց ներկայանալ համապատասխան կեցվածքով, այդ ուժերը եւ այդ դաշինքները միավորում են ճակատ։ Իրանցից յուրաքանչյուրը ունի իր ցուցակը, առանձին ցուցակը։ Բայց միասին են հանդես գալիս իշխանափոխության իմաստով։ Նպատակը որն է։ Հիմա պատկերացրեք, մեր ձևով շարժումը գտնվում է այդ ճակատի մեջ։ Եվ ինչպես մի քիչ առաջ ասեցի, մայիսի 15-ին մեր ձևով շարժումը այնքան թափահավաքում, որ իշխանությունները իրան դուրս են հանում ընտրապայքարից։ Մեր ձևով շարժումը հայտարարում է. սիրելի քաղաքացիներ, սիրելի համակիրներ, նրանք ովքեր պատրաստվում են ձայն տային մեզ, ձայն տվեք ճակատում գտնվող ցանկացած ուժի, որևէ մեկին ում ուզում եք, որովհետև եթե ճակատը ազգային ժողովում հաջողության է հասնում, ապա մենք մեր ձևով մաս ենք կազմելու այդ ժամանակավոր կառավարությանը, որը գործելու է մեր պարոն Ասլյանյանի եւ իմ հաշվարկներով կարելի է 3.5 ամսում անել, 4 ամսում անել, բայց ոչ ավել քան 1 տարի։ Այսինքն մեր ձևով շարժումը հնարավորություն է ունենում, եթե ինքը իրապես վայելում է ժողովրդի համակրանքը 4 ամիս հետո ազգային ժողովի ընտրություններից հետո գալ իշխանության։ Ուղղակի միանձնյան, որում կարող է գալ իշխանության։ Այդպես ճակատում գտնվող ցանկացած ուժ, ես օրինակը բերում եմ մեր ձևովի վրա, որովհետև բոլոր դեպքերում մենք գտնում ենք, որ ինքն է առաջատարը։ Իրան ոնց է պահում այսօր մեր ձևով շարժումը։ Մեր ձևով շարժումը իրեն չի պահում adekvat։ Ստեղծված քաղաքական իրավիճակին, որովհետև իրանք լինելով հաջողակ բիզնեսի ներկայացուցիչներ, դա չի նշանակում, որ դեռ իրանք լավ բուժակ քաղաքական գործիչներ են։ Դա միանշանակ մեկը մյուսից չի բխում։ Լավ է, որ լավ բիզնեսմեններ են, հաջողություններ ունեն, լավ ծրագրեր ունեն, դա շատ լավ է, բայց քաղաքական իմաստով իրանք իրաց պատկերացումները մի քիչ շատ են շաբաթացված են եւ ամբիցիոզ։ Ամբիցիա ունենալը վատ բան չի, բայց դրանց կառավարելը շատ կարեւոր է։ Ինչ են ուզում իրանք։ Իրանք ուզում են լինեն կինոյի տղեն եւ դևին իրենք սպանեն։ Մենք ենք դևին սպանողը եւ սպանում։ Չեք կարող, միայնակ չեք կարող։ Դևը ուժերը։ Նրա թիկունքին է Եվրոպան, նրա թիկունքին է Ամերիկան, աջ թևում կանգնած է Էրդողանը, ձախ թևում կանգնած է Ալիևը։ Եվ հետեւաբար այդ դևը շատ ուժեղ է։ Հետեւաբար իրան կարելի է հաղթել մեկ ճանապարհով այդ ճակատի գաղափարը իրականացնելով։ Այդ մի կարևոր դրվագ, որ ես ասացի, որ որևէ ուժ դուրս մղվի, մեկ այնքը ճակատի մեջ մտնում է եւ ժամանակավոր կառավարությանը մաս է կազմում։ Հաջորդ հանգամանքը, չէ՞ որ մենք ասում ենք, բոլորն են ասում, որ եթե ընտրությանը գան շատ քաղաքացիներ, ապա իշխանությունը պարտվելու է։ Դա միանշանակ է։ Բայց հենց պիտի այնպես անես, որ քաղաքացիները գան։ Բայց ո՞նց քաղաքացիները գան։ Քաղաքացին զանգելու է, քաղաքացիներից մեկը զանգելու է բանին։ Դոգի Վարդան Ղուկասյանին։ Պարոն Ղուկասյան, դուք ջան, այ ախպեր, ինչ շատ է ունենում։ Դուք եւ Գագիկ Ծառուկյանը նույն ճակատում եք։ Ինչ որ բանկա մենք չենք հասկանում, Վարդան Ղուկասյանը բացատրում է։ Ասում է Գեգամ ջան, Գեգամ թե Գևորգ չգիտեմ, կարևոր չի։ Գեգամ ջան, չէ Գևորգ, Գևորգն է։ Գևորգ ջան, մենք միասնական ճակատով եթե մենք քաղաքացիական պայմանագրի տեղը, դերը քաղաքական դաշտում մինիմիզացնելու, հետո բոլորս գնանք ընտրությունների առանց վարչական ռեսուրսների, առանց ռեպրեսիվ ռեսուրսների, այն ժամանակ մենք կհաղթենք եւ ես Գագիկ Ծառուկյանին ցույց կտամ իր քաղաքական տեղն ու դերը։ Նույն Գևորգը զանգում է Գագիկ Ծառուկյանին, պարոն Ծառուկյան, առավոտից երիկու դուք իրար հետ ինչ հարաբերությունների մեջ եք Դոգի հետ, ինձ ո՞նց ա որ մենք ճակատում եք։ Գևորգ ջան, մենք գնում ենք ընտրությունների, երբ որ մենք կհաղթենք, քաղաքացիական պայմանագրի տեղն ու դերը կներկայացնենք քաղաքական դաշտում, այն ժամանակ մենք կգանք իշխանության, բնականաբար մենք պիտի գանք պարզա, որովհետև մենք ենք ամենաուժեղը եւ ամենալավ ծրագիրը մենք ունենք, այդպես կասի եւ Հայաստան դաշինքը եւ ասենք բանը մեր ձեւով շարժումը, այն ժամանակ ես Դոգին հետո գզվարտոցը կսկսվի հետո,
Այդ 4 ամսվա ընթացքում, բավուն, բավի գզվրտով սկսի 4 ամիս հետո, որտեղ են ժողովուրդում է ընտրում։ Ես մի հարցերությունից հետո։ Կա, որ խոստումները կկատարվեն։ Որը դժոխ խստավարտեմ կներեք, ես միտք խստավարտեմ, բանա, ասում եմ, Գևորգյան արխային, մենք գերակ իշխանություն եւ ես դոգի հարցերը կլուծեմ, այն գեղամները որ տունը նստածի համար պոպկորն են ուտում, ասում եմ, մի րոպե, փաստորեն դոգը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալաչ Հաշվատյան, Աղազարյան, Հովիկ, Հակոբ Աստանյան, Մաստանյան, բանման, այդպես մի ճակատի մեջ են, հա? Այսինքն խնդիրները այնքան լուրջ են, որ այդ մարդիկ կարողացել են վեր կանգնել իրենց անձնական բան, ես բանից եւ այդ հարցն են ուզում լուծեն, հա? Հա, դե որ հա, ես էլ եմ մի ձայնը ստամ։ Այդ մեր կարծիքով էլ իհարկե մեր համեստ կարծիքով։ Հիմա եթե ավելի լավ ծրագիր կարաշակվի, թող առաջարկվի։ Մեր կարծիքով այդ դեպքում եւ հաջողել բանը ընտրությունների շատ մասնակցություն կլինի եւ ճակատը կհաղթանակի եւ հաղթանակից հետո այո կսկսվի դոգի Գագիկ Ծառուկյանի մեր Հայաստան դաշինքի մեր ձևովի քաղաքական գզվրտոցը այս ժամանակ այդ ժողովուրդ առանց գզվրտոցը դրական իմաստով ոչ թե բան իմաստով հա բանը եւ այդ ժամանակ արդեն ժողովուրդը առանց վարչական ռեսուրսների առանց ռեպրեսիվ ռեսուրսների կկատարի իր իշխանությունը մենք բավարարված կգանք մեր համեստ կարծիքով որ փաստորեն դևին մենակ բանը չսպանեց ամեն ինչը մեր ձևով չսպանեց մենք մեր համեստ մասնակցություն ունեցանք այդպես յուրաքանչյուր մեկը եւ ձևավորվի իշխանություն այսինքն եթե այսօր մեր ձևով շարժումը պատկերացում ունի, որ ինքը հնարավորություն ունի գալ իշխանության, մենք առաջարկում ենք ռեալ ճանապարհ, որ 100%-ով կգա իշխանության, որովհետև ինքը դեպքում ավելի շատ ձայն գավակի քաշտի հիմա։ Եթե Հայաստան դաշինքն է մտածում, որ ինքը այսօր հնարավորություն ունի գալու իշխանության, ապա մեր այս ծրագրով եթալու ճանապարհին քարտեզով եթալու դեպքում իրենք 100%-ով կգան իշխանության, որովհետև առանց Նիկոլ Փաշինյանի վարչական ռեսուրսների եւ ռեպրեսիվ ապարատի ավելի շատ ձայն գավակեն, շատ տարօրինակ կլինի, եթե այս ճակատը չձևավորվի։ Եթե այս ճակատը չձևավորվի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հավաքել է 70% ձայն։ Եթե այս ճակատի միջի մասնակիցները ընկալում են պարոն Ասլանյան, Հակոբին եւ պարոն Հովիկ Աղազարյանին որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ, ապա մենք պատրաստ ենք չմասնակցելու ընտրություններին այդ դեպքում շնորհակալություն